հիմնականում ձեր պացիենտների շրջանում ինչ եք նկատել, օրինակ ինչպիսի սննդակարգ են օգտագործում։ Ինձ միշտ այս դեպքերում հետաքրքրում է, արդյոք այդ մարդիկ իսկապես այս բանջարեղենային բալանսը, ջրային բալանսը պահել են, թե այսպես բարձի թողի ալկոհոլի չարաշահում եւ այլն, եւ առհասարակ նաեւ ավելացնեմ հաջորդ հարցս ալկոհոլը որքան այստեղ դեր ունի, խնդրեմ։ Գիտեք, մեծամասամբ կանոնակարգված չեն սնվել, մենք միանշանակ ձգտում ենք նրան, որ մարդիկ սնվելուց օգտագործեն մեծ քանակով բջիջանք, դա բանջարեղենն է, դա միրգն է, քիչ օգտագործեն տապակածը, ավելի շատ խաշած, եռացված, գրիլ արած սննդակարգ բանջարեղենը, շոկե կարշատը, որովհետև կանցերոգեն նյութերը ավելի քիչ են լինում տվյալ դեպքում։ Ալկոհոլն էլ իր բացասական կողմը իհարկե ունենում է, ազդում է ամբողջ օրգան համակարգի վրա, եւ նաեւ եթե հիվանդ ունենում է քաղցկեղ, բավականին բարդ է լինում այդ հիվանդների հետ արդեն աշխատելը, ինչ առումով, որտեղ ախտարված են լինում եւ երիկամները եւ լյարդը առաջի հերթին, իսկ ծխախոտի չարաշահումը բերում է նաեւ արդեն թոքերի ախտահարման։